Քննարկում ենք 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը և առաջին բանը, որ ուզում եմ ասել 2025 թվականի պետական բյուջեի մասին հետևյալն է, որ ըստ էության մի շրջադարձային գիծ ենք անցել, որովհետև 2017 թվականի համեմատ, ինչու 2017 թվականի համեմատ, ես վերցնում եմ ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությանը նախորդած վերջին տարին, այդ տարվա համեմատ մենք պետական բյուջեի հարկային եկամուտները ավելացրել ենք 135%-ով, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք արդեն վստահ պնդել, որ հեղափոխության հաջորդող 8 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկվել են։ Ըստ էության 2024 թվականին էլ ֆորմալ առումով սա կարող էինք ասել, որովհետև 24 թվականի պետական բյուջեի եկամուտները 17-ի համեմատ ավելացել էին 106%-ով, բայց այդ պնդման մեջ ֆորմալության տոկոսը մի փոքր ներկա էր, որովհետև պետք է հաշվի առնել նաև բյուջեի հարկային եկամուտները դիտարկելիս պետք է հաշվի առնել նաև գնաճը, որը ինքը իրենով որոշակի շրջանառության աճ է ապահովում, և 2017 թվականից մենք արդեն գնաճի ամբողջ ցուցանիշը հանած կարող ենք ասել, որ 2025 թվականը այն տարին է, որտեղ մենք բոլոր պարամետրերով 2017 թվականի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկել են։ Սա իսկապես կարևորագույն ցուցանիշ է, և որը ինքը թվային ցուցանիշ է, բայց սրա տակ շատ էական բովանդակություն կա, և այդ բովանդակությունը առաջին հերթին մեր տնտեսության աճն է, որովհետև ինչպես արդեն նշվեց, համախառն ներքին արդյունքի ավելի քան կրկնակի աճ է տեղի ունեցել, և սա նույնպես շատ էական ցուցանիշ է և ցույց է տալիս մեր տնտեսության կշիռը, բայց էական եմ համարում, որ մենք 2025 թվականին արձանագրել ենք այն հիմքերը, որոնք մեզ թույլ են տալիս ասելու, որ մենք կարող ենք անցում կատարել դեպի նոր օրակարգ, որը մենք ձևակերպել ենք այդ թվում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որպես նոր որակի պետության ձևավորման օրակարգ, և իհարկե այդ հնարավորությունը առաջին հերթին կապված է 2025 թվականին տեղի ունեցած մի քանի կարևոր իրադարձությունների հետ։ Ուզում եմ հիշեցնել, որ հենց 2025 թվականին էր, երբ որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարեցին երկու երկրների միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծի բանակցությունների ավարտը համաձայնագրի նախագծի համաձայնեցմամբ։ Սա իսկապես կարևորագույն իրադարձություն էր, և այս իրադարձությունն է, որ հնարավոր դարձրեց խաղաղության հաստատումը 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում նախագահ Տրամփի մասնակցությամբ և նախաձեռնությամբ, և մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ 2025 թվականը այն տարին է, որտեղ մենք լիարժեք արձանագրեցինք, որ ունենք խաղաղություն, ունենք հաստատված խաղաղություն և ըստ էության ունենք հակամարտության ավարտ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Պիտի արձանագրենք, որ 2026 թվականին այդ փաստը լեգիտիմություն ստացավ և վերաարձանագրվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությամբ և քվեարկությամբ, որովհետև 2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը, ինչը նշանակում է, որ մենք 2025 թվականը ըստ էության համարելով հեղափոխական կառավարման լավագույն տարին, կարող ենք արձանագրել, որ սրանից հետո մեզ սպասում են ամեն տարի պետք է լինի
հետ հեղափոխական կառավարման լավագույն տարին, այդ թվում օրինակ բյուջետային հոսքերի տրամաբանության մեջ։ Ես առիթ ունեցել եմ այս ամբիոնից ասելու, որ արդեն 2026 թվականի պետական բյուջեի պարամետրերը մեզ տալիս են լավատեսություն, որ 2026 թվականին մեր պլանավորած եկամուտները մենք էականորեն գերակատարելու ենք, եւ սա իհարկե առաջին հերթին կապված է 2025 թվականին մեր արձանագրած տնտեսական ցուցանիշների հետ։ Մասնավորապես կենսաթոշակների բարձրացման որոշումը ճիշտակայացվել է 2026 թվականին, բայց ելի ուզում եմ այդ թվում քաղաքական շահարկումներին արձագանքելու տրամաբանության մեջ հիշեցնել, թե ինչպես եւ ինչու է կայացվել կենսաթոշակները բարձրացնելու որոշումը։ Դուք գիտեք, որ 2025 թվականի համար եւ միջազգային եւ հայաստանյան ինստիտուտները եւ պետական բյուջեով էականորեն ավելի պակաս տնտեսական աճի ցուցանիշ էր արձանագրված 5.2%, եթե չեմ սխալվում, եւ իրականում 2026 թվականի փետրվարին Հայաստանի վիճակագրության կոմիտեն հրապարակեց մեր տնտեսական աճի ցուցանիշները եւ պարզվեց, որ տնտեսական աճը մոտ 2%-ով գերազանցում է կանխատեսված ցուցանիշը։ Իհարկե, այստեղ ես համոզված եմ եւ ակնհայտ է, որ սրանում դեր ունեցել են հենց այն քաղաքական իրադարձությունները, որոնց մասին քիչ առաջ խոսեցի։ Այսինքն 2025 թվականի մարտի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը հաջողությամբ եւ հետագայում նաեւ խաղաղության հաստատումը Վաշինգտոնում իրենք նոր տնտեսական խթան են բերել եւ այդ որոշումների եւ այդ փոփոխությունների արդյունքում է, որ մենք իրականում կանխատեսվածից ավելի մեծ տնտեսական աճ ենք ունեցել։ Եվ մեծ համար քաղաքական խնդիր էր այդ թվում եւ միշտ կա այդ քաղաքական խնդիրը, որ տեսեք, մենք անդադ խոսում ենք տնտեսական աճի մասին, մենք խոսում ենք համախառն ներքին արդյունքի մեկ անձի եւ ընդհանրապես տնտեսության աճի մասին, որովհետեւ 2018 թվականից մինչեւ այսօր մեր տնտեսությունը 53%-ով աճել է։ Սա ահռելի մեծ թիվ է։ Մեկ անձի հաշվով համախառն ներքին արդյունքը ավելի քան կրկնապատկել է։ Եվ մեր իրականության մեջ սովորաբար ինչ պրոբլեմ գոյություն ունի, որ այս ամբիոնից հնչող վիճակագրությունները մարդիկ իրենց կյանքի վրա չեն տեսնում։ Այստեղ է որ խզումը առաջանում է եւ մեր մեծագույն քաղաքական խնդիրը եւ հանձնառությունն է, որ երբ որ այս ամբիոնից եւ Հայաստանի պետական ինստիտուտները ազդարարում են տնտեսական աճերի եւ զարգացման մասին, մարդիկ պետք է իրենց կյանքում կոնկրետության մեջ տեսնեն այդ աճերը։ Էսա պատճառը, որ արձանագրելով, որ 2025 թվականի տնտեսական աճը կանխատեսվածից շուրջ 2%-ով ավել է եղել եւ նաեւ հաշվի առնելով մեր 2021 թվականին մեր տված նախընտրական խոստումը, ես որոշում եմ կայացրել, որ անմիջապես որպես առաջին արձագանքը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում թոշակների բարձրացումը եւ դրանով իսկ եւ ուզում եմ ասել, որ սա 2025 թվականի ցուցանիշ է, 2025 թվականի արձանագրման արդյունք է եւ առաջին անգամ մենք ունենք ավելի բարձր միջին կենսաթոշակ Հայաստանի Հանրապետությունում, քան նվազագույն սպառողական զամբյուղն է։ Եվ ելի ուզում եմ կրկնել մեր հանձնառությունը, որովհետեւ ընտրություններից առաջ մեր հանձնառությունների վերաբերյալ շատ են հնչել բամբասանքներ, որ ընտրություններից հետո այդ չեղարկվելու է եւ մեր պարտավորությունն է, ընդ որում դա հեշտ իրականանալի գործ չէ, որովհետեւ կենսաթոշակների հետ կապված ցանկացած գործողություն ինքը ենթադրում է շատ մեծ բյուջետային ծախսեր եւ սրա պատճառը հետեւյալն է, որ ել եմ ասում, եթե մենք 1000 դրամ թոշակ ենք բարձրացնում, մի թոշակառուի համար այդ 1000 դրամը շատ մեծ նշանակություն չունի, բայց պետական բյուջեի համար դա միլիարդների ծախս է, որովհետև
մենք խոսում ենք 650,000 մարդու, այսինքն 650,000 անգամ 1000 դրամ, դա արդեն մի ահռելի գումար է եւ մեր հանձնառությունն է, որ 2028 թվականից սկսած մենք կվերանայենք եւ առնվազն գնաճի չափով մենք կինդեքսավորենք կենսաթոշակը, որպեսզի այս սոցիալական նշաձողից մենք ներքև այլևս երբեք չիջնենք։ Բայց նաև կարևոր եմ համարում արձանագրել էլի 2025 թվականի արդյունքներով է, որ մեզ հաջողվել է 2026 թվականի հունվարի 1-ից ներդրել առողջության ապահովագրության համակարգը եւ սա նույնպես 2025 թվականին մեր կատարած աշխատանքի եւ կայացրած որոշումների արդյունք է, որովհետեւ բնականաբար այդ բոլոր որոշումները կայացվել են 2025 թվականին եւ 2025 թվականի բյուջետային տարին այս առումով ունեցել է շատ էական նշանակություն։ Չնայած նախընտրական շրջանում շատ եմ խոսել սրա մասին, բայց ելի այդ ձևաչափով էլ խոսելով 2025 թվականի մասին չեմ կարող չարձանագրել, որ 2025 թվականը առաջին օրացուցային տարին էր, երբ որ Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետևանքով մենք ոչ զոհ ենք ունեցել, ոչ էլ վիրավոր։ Այս ամենի էլի շատ ասված, բայց նորից ասելու արժանի փաստերից մեկն այն է, որ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը դադարել է եւ սկսել է ներդախտ։ 2025 թվականը առաջին տարին է, երբ որ կոവിഡ്ի տարին մենք չենք հաշվում, որովհետև կոവിഡ്ի տարին իհարկե վիճակագրական որոշակի շեղումներ է տվել, բայց 2025 թվականը սովորական վիճակում գտնվող առաջին տարին է, երբ որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արտագաղթի ըստ էության դադար ունենք եւ ունենք ներգաղթ, որովհետեւ 2025 թվականին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է Հայաստանի Հանրապետությունից մեկնած քաղաքացիների թվին եւ իհարկե սա նույնպես շատ էական է դարձնում 2025 թվականը Հայաստանի Հանրապետության կյանքում եւ պիտի արձանագրեմ, որ 2025 թվականը միանշանակ եւ աներկբա պատմական տարի է, որովհետեւ հենց թեկուզ են փաստերի արձանագրումով, որոնց մասին ես նշեցի, նրանք իհարկե 2025 թվականը հիշարժան են դարձնում Հայաստանի Հանրապետության պատմության համար, բայց շատ կարևոր է արձանագրել, որ ինքը ոչ թե առանձին վերցրած իրադարձություն է, այլ 2025 թվականին տեղի են ունեցել իրադարձություններ, կայացվել են որոշումներ, որոնք հետագայում կանխորոշելու են Հայաստանի Հանրապետության զարգացման հետագա ընթացքը եւ ելի ուզում եմ ընդգծել, որ դա առաջին հերթին կապված է խաղաղության հաստատման եւ հարակից պրոցեսների հետ։